Շնորհակալություն, հարցը ուղղում եմ արտաքին գործերի նախարարին։ Պարոն Միրզոյան, շուրջ 10 օր առաջ Ադրբեջանի նախագահը հայտարարեց ուղիղ մեջբերեմ, որ մինչև 2024 թվականի հունվարը Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը։ Ի պատասխան մեր զանգվածային լրատվության միջոցներից մեկի հարցին դուք անդրադարձաք այս հարցին, որի բովանդակությունը իհարկե աղավաղվեց ու արդյունքում ձեզ մեղադրեցին հարցը օրակարգից հանելուն, խնդիրը Լեռնային Ղարաբաղի վրա բարթելու մեջ։ Կխնդրեի ձեր արձագանքը սրա հետ կապված։ Հարցին կպատասխանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Արև ձեզ, շնորհակալ եմ հարցի համար։ Իսկապես սա այն ամենավառ օրինակներից է, ինչպես կարող է խոսքը կամ փաստը աղավաղվել եւ, չգիտեմ, տրամագծորեն հակառակ լույսի ներքո ներկայացնել։ Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցի, եթե չեմ սխալվում, ազատության հարցումներ, մեզ արտաքին գործերի նախարարությանը հարցրել որքանով է այդ Իլհամ Ալիևի ասածը ճիշտ, մենք ասել ենք, որ իսկապես մենք զբաղվել ենք, ինչպես եւ քանիցս հայտարարել ենք հրապարակավ այդ շրջանում, որ մենք փորձում ենք հասցեագրել մեր Հայաստան-Ադրբեջան բանակցությունների շրջանակում, հասցեագրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների եւ անվտանգության հարցերը, այդ թվում եւ ուղիղ խոսակցության նրանց միջև խոսակցության, միջազգային երաշխիքների, միջազգային մեխանիզմների ստեղծման ճանապարհով, այդ թվում եւ ջանքեր գործադրեցին, չգիտեմ, ասենք Սոֆիայում հանդիպման կազմակերպման ուղղությամբ մենք վստահ ենք, որ այդ մեխանիզմի ստեղծման պարագայում, այդ երկխոսության հաստատման պարագայում հնարավոր է լինել, որ որոշակի հարցեր լուծել։ Սա է ըստեյության եղել մեր պատասխանը եւ փաստա, որ բռնի տեղահանությունից հետո եւ հատկապես եւ նաեւ իրենց ինքնալուծարման վերաբերյալ այդ հանրահայտ փաստաթղթից հրճակումից հետո դա այդ օրակարգը այլևս չի կարող շարունակվել, այն պարզ պատճառով, որ այդտեղ մարդ չի ապրում, հայություն չկա, որ իրավունքների մասին խոսենք։ Սա է եղել արտաքին գործերի նախարարության արձագանքը եւ զարմանալիորեն ստացվեց ինչ, իրենց հատուկ, իրենց դիապետության տակ եղած աֆիլացված մեդիա ռեսուրսների միջոցով սկսեցին ասել, որ մենք ենք անել հարցը օրակարգից։ Ես կրկնում եմ, այս կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ արել է ամեն ինչ, որպեսզի այդ մարդկանց իրավունքների եւ անվտանգության հարցը որևէ կերպ հասցեագրվի եւ հիմա մեղադրել մեզ այդ հարցը օրակարգից հանելու այն պայմաններում, երբ մենք այս մասին խոսում էինք, մեզ մեղադրում, երբ որ ասում էինք, որ նշաձողը իջեցնել է պետք եւ այդ դեպքում մենք կարող ենք խոսակցություն ունենալ, մեզ էլի մեղադրում էին դավաճանության մեջ, մեզ էլի մեղադրում էին, չգիտեմ, հողեր ծախելու մեջ եւ այլն։ Շատ լավ կներ, որ հիմա ստեղ լինեին ձեր ընդդիմադիր գործընկերները եւ այս խոսակցությունը իրանց հետ գնար, բայց ոնց հասկանում եմ կռվել եք երևի էլի նեղացել գնացել են։ Շատ բարի դրացիական մթնոլորտում գնացել են, չեն կռվել։ Չգիտեմ ինչ, դե ասածս ինչ է, այսինքն իրենք որևէ կերպ հրաժարվում էին մասնակցել այդ խոսակցությանը, այդ թվում եւ այստեղ նստած մարդկանց դրդմամբ։ Հանրահայտ չի, որ Լեռնային Ղարաբաղը մերժեց օրինակ մասնակցել Սոֆիայի հանդիպմանը։ Հիմա մեզնից ի՞նչ են ուզում։ Այսինքն ձեռ են առնում, ես չեմ հասկանում։ Այս հարցերի պատասխանը լրջորեն պիտի տրվի վերջը, թե չէ։ Ինչքան կարելի է անընդհատ իրանց եղած նույն թերթերի միջոցով ասել Ղարաբաղը հանձնեցին։ Հիմա գիտեք ինչ են ասում, ասեն Ղարաբաղը բանը Հայաստանի կառավարությունը լուծարեց։ Լավ, այդքան կարճ է մարդկանց հիշողությունը, ում են հիմարի տեղ դնում։ Արձագանք։ Նախ ընդդիմադիր գործընկերների հետ կապված երևի լուրջ են ընդունել օրերս Նայարա Զորաբյանի դիտարկումը նրա մասին, որ գալիս են կներեք ուղղը մեջբերում, էշեշ հարցեր են տալիս եւ հուշկու պատասխանը ստանում են վարչապետի կողմից, այո, իրենք էշեշ հարցեր են տալիս եւ պատասխանը ստանում են եւ անիմաստ է իրենց գալը, երևի սրան են արձագանքում, ինչևէ թույլ տվեք արձագանքի իրավունքով երկրորդ հարցը հնչեցնել, այսօր Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարեց, որ այսպես կոչված միջին միջանցքը Հարավային Կովկասում անցնելու է Վրաստանի եւ Ադրբեջանի տարածքով, կխնդրեմ պատասխանեք, մենք այս ծրագրում Հայաստանի ներառման համար ինչ որ քայլեր անում ենք։
Դե ակնհայտորեն Տիկին Հակոբյան, խաղաղության խաչմերուկ նախագիծը, որը որ հեղինակել է, նախաձեռնել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հենց նաև այս նոր փնտրվող կամ հաստատվող լոգիստիկ ճանապարհների մաս դառնալու մասին են, որը ոչ միայն Հայաստանի կողմից, այլև ամբողջ Հարավային Կովկասի կողմից, դա կարող եք ասել միջին միջանցք, բազմաթիվ փորձագետներ կան, որոնք պնդում են, որ խաղաղության խաչմերուկը ըստ էության միջին միջանցքի ճյուղ է, կամ օրինակ, չգիտեմ, համանման եվրոպական նախագծերը կան, Global Gateway-ը եւ մյուս ամբողջ աշխարհը այս օրերին նոր լոգիստիկ ուղիների հնարավորությունների փնտրտուքի մեջ է եւ մեր խաղաղության խաչմերուկը հիանալի կերպով տեղավորվում է այդ կոնցեպտների մեջ։ Ես ավելին ասեմ, հանրահայտ է, որ մենք շատ կառուցողական պրակտիկ առաջարկ ենք արել, փոխադարձաբար ընդունելի առաջարկ ենք արել Ադրբեջանին, եւ եթե դրական պաշտոնական պատասխան լինի, մենք կարող ենք անմիջապես ձեռնամուխ լինել այդ ենթակառուցվածքների ապաշրջափակմանը եւ միջին միջանցքին, մյուսին կապվելուն, նույնիսկ չզուգակցելով այդ գործընթացը մեր խաղաղության համաձայնագրի ստորագրման, ավելացման հետ։ Շնորհակալ եմ։ Լիլիթ Ստեփանյան